Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես հիմա գտնվում եմ Մասիվի ոստիկանության դիմաց, ուզում եմ փորձել ճշտել Արտուր Չախոյանին բերման են ենթարկել այստեղ թե ոչ, ի աջակցություն Արտուր Չախոյանի եւ սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ասել, որ սա Թալանի պաշտպանության օպերացիա էր, քանի որ բացահայտվել էր կոռուպցիոն թե ինչպես են ատկատները, ինչպես են կոռուպցիայով փողերն ուտում, ՔՊ հանրապետությունը միասին, Լիլիան Արմի հայտնի դեպքը 4 տարբեր տեղեր փինած թքած կպցրած այդ շինարարությունները եւ նորից շուրջ 2.5 միլիոն դոլար տալը։ Երբ որ այդ հարցը սկսում ես ասել, ոտը ցավացնում ես մի փոքր ոտը տրորում ես, տեղի ունենում հետեւյալը։ Եվ այս պարագայում Տիգրան Տեր-Մարգարյանը ոչ թե խոսում է իր անունից, այլ խոսում է իր քաղաքական պապաների անունից, որովհետև երբ որ թառարանն ու կոռուպցիան ի հայտ է գալիս, այս մարդիկ սկսում են այս ձևով քաղաքական գնահատական եմ տալիս վնգստալ։ Ես եկել եմ ստեղ ի պաշտպանություն Արտուր Չախոյանի եւ նաեւ կոչ եմ անում մեր հասարակությանը, մեր ժողովրդին գալ ի աջակցություն Արտուր Չախոյանի միանալ ոստիկանության դիմաց, այսինքն ի՞նչն է աբսուրդ։ Բորենիների նման հարձակվում են Արտուր Չախոյանի վրա, բերման են ենթարկում Արտուր Չախոյանին։ Սա նորմալ չի։ Ոստիկանության դիմաց եկել եմ իմ աջակցությունը հայտնեմ Արտուր Չախոյանին։ Դատապարտում եմ եղածը, խիստ եմ դատապարտում եւ այս ամբողջի պատասխանատվությունը կրում է ՔՊ-ն։ Կրում է ՔՊ-ն, իդեմս քաղաքապետի եւ մնացածի։ Այսինքն երբ որ այս ամբողջ process-ը ինչից սկսվեց, երբ որ բացահայտում ես, ասում ես կոռուպցիա, թալան, մանկապարտեզները վիճակին են, ասում ես մարդ պիտի բարոյական խնդիր ունենա։ Այս մարդկանց բարոյականությունը մենակ կապված է իրանց ոտերի արանքի ու հետևի հետ։ Տղեկ բարոյականությունը մարդու այստեղ է, հասկանում եք։ Մարդ պիտի բարոյական լինի, որ մանկապարտեզը վերցնում են, այդ վիճակին թողնում են, հետևողական լինես, հասկանում ես։ Այս խուլիգանական պահվածքը տեսնելուց հետո քաղաքացիները հենց նոր հազանգում էին, ասում են մենք այդ տեսանյութի մեջ մարդիկ ենք տեսնում, որոնք մեր սեփական հիմնարկներում ներողություն, ես ախրանիկների, այսպես իրանք ասացին, ախրանիկների հանդեպ բան չունեմ, բայց մեր ախրանիկները հիմա թաղապետարանում բաժնի պետեր են աշխատում եւ տեղականներ։ Այս վիճակը էլի։ Ուրեմն կլինենք կապի մեջ, սիրելի հայրենակիցներ, ես պարբերաբար ուղիղ եթեր կլինեմ Մասիվի ոստիկանությունից, ես խնդրել եմ նաև փաստաբաններ գան ի աջակցություն Արտուր Չախոյանի, որպեսզի հասկանանք ընթացքը ինչ է կատարվում։ Ինչն է աբսուրդ, հասկանում եք, տեսնում եք բորենիների պահվածքը, ու դրա փոխարեն բերման են ենթարկում Արտուրին Չախոյան։ Եվ ասում եմ, ժողովուրդը պետք է գնահատական տա։ Գործող իշխանությունը կեղծ ձևով խոսում էր արժեհամակարգներից, խոսում էր կոռուպցիա թալանից, նորից եմ կրկնում, այս ամբողջը կոռուպցիայի թալանի պաշտպանության ակցիա է։ Եվրոպա գնացողները չէին, այն եվրոդաշինքները ինչ է, դրանց ներկայացուցիչ չեն հիմա հարձակվում։ Կամաց գնացեք Եվրոպա։ Ուրեմն ես հեսա փորձեմ տեսնեմ ինչ վիճակա, նորից կապի կլինեմ, սիրելի հայրենակիցներ։